Մանատիպ մտահոգիչ չի, որովհետև այն ռեսուրսները, որ կիրառվել է եւ այն արդյունքը, որ ստացվել է, համեմատելի չէ։ Մնացածը չգիտեմ։ Կարծում եմ դուք իզիս լավ գիտեք, որ Ռուսաստանի օլիգարխ, եկեղեցի, ընդդիմություն, որոնց միջից երկուսը նախկին այդ ընդդիմության առաջնորդները, նախկին նախագահներ են, էլ ինչ ասենք, ռուսական հեռուստաալիքների հետ, չէ, բանը Մարգարիտա Սիմանյանի ալիքը ուղիղ եթերով, բան սենց, այս ամեն ինչ այսքան ռեսուրսը կիրառել ու վերջում ստանալ 7500 հոգանոց հանրահավաք, որտեղ շատ մարդիկ ոչ թե գաղափարական սկզբունքներով եկած էին, որովհետև նույնիսկ Սամվել Կարապետյանի անհազգանունը չեն կարողանում փորձել հիշել, չեն կարողանում հիշել, սա չգիտեմ, ես ավելի գնահատական, իսկ սա արդեն գնահատական է, ինչ որ ես ասեցի, էլի։ Ինչու է բոլոր պատգամավորները անդրադառնում ստատուս ներդրում, որը մի քանի անգամ մեծերով շահում։ Մեզ անհանգստացրել է այն փաստը, որ եղան տեսագրություններ, որտեղ փորձվել է մարդկանց ազատ կամքը գնել եւ այն փաստը, որտեղ մարդկանց մասին խոսվել է գլխաքանակով։ Կոնկրետ ինձ ավելի շատ անհանգստացրել է այս քանակը, մնացածը արդեն եւ բացի դրանից, երբ որ երկրում տեղի ունեն որևէ քաղաքական անդրադարձ, մեր կողմից դրա մասին չխոսելը, չքննարկելը, այսինքն հանրությանը մեր կարծիքը չփոխանցել, դե հիմա պետք լինի, եթե ժողովրդին պետքա փոխանցել մեր կարծիքը, պետք լինի 10 անգամ էլ կգրենք, որտեղ այդ ժողովուրդը արժանի է, որ անընդհատ մենք ջանք թափենք, մենք որևէ կարծիք իրենց ուժ չի ներկայացնում, բայց իրենց նկատի ունեմ, ես ուրիշ բանը, մի վարքյան, ես չասեցի ուժ չի ներկայացնում, չէ, ուրիշ բանի մասն է խոսքը, ընդհակառակը, ընդդիմա, կարա և այսինքն կոնսոլիդացիան կա, ինչ ենք բացառում, բայց այդ կոնսոլիդացիան հիմա էլ կա, հետո, այդ ամբողջ կոնսոլիդացիայի հետևանքը տեսանք այդ օրը, էլ ավել ինչ կոնսոլիդացիայի վերևից ինչ որ մարդիկ պիտի իշտեն, որտեղից պիտի գան, որ ռեսուրսը չի կիրառվել, որ պիտի կիրառվի, ինձ կարաք ասեք։ Կարող են, և հենց ես դրա համար էլ, ընդհանրապես մեր ու բանի ընդդիմության դիսկուրսը լսել եք ինչու, մենք ընտրությունից այդ ենք ասում եկեք գնանք ընտրություն, թող ժողովուրդը իր իշխանությունը իրացնի ընտրության միջոցով, մեր դիսկուրսը հենց սրանում է, այս մարդիկ չեն ուզում գան ընտրությունների, հասկանում եք խնդիրը որն է, այս մարդիկ ասում են այդ ժողովրդի իշխանությունը, տվեք մեզ, մենք կորոշենք ինչ անենք, որովհետև ինչպես իրանք ամեն անգամ հաստատել են իրենց խոսքում եւ մինչեւ այդ կար, մինչեւ հեղափոխությունը, իրանք կարծում են, որ երկրի ճակատագիրը պիտի որոշեն էլիտաները եւ ոչ թե իրանց բառերով ասած ժեխը, ժողովուրդը եւ այլն եւ այլն։ Վասիլյան, տեսեք, այդ օրը նաեւ նկատեցինք, որ ԿՊԱ-ականները իրար հերթ չտալով անդրադառնում էին պաստառի մի վրիպակի, դա ներկայացնելով ոնց որ մի ամբողջ հանցագործություն, բայց հաշվի չառնելով, որ ԿՊԱ-ականներից շատերը եւս, չեն փայլում իրենց գրագիտությամբ, մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են տարասխաններով գրառումներ անում, անգամ իրենց սեռը ներկայացնում որպես արու։ Okay, նայեք, ես ինքս գրառում արել եմ, բայց այստեղ խնդիրը սխալը չի որպես տարասխալ։ Չէ, հենց դա է։ Մի բան չէ, դա անգրագիտության հետևանք չի, որովհետև գրել ազատ տուտություն, դա բոլորս էլ հասկանում որ ազատություն չի, այլ ազատություն է։ Եթե լիներ անգրագիտություն կամ բանը, ուրիշ խնդիր է։ Այստեղ մոտեցման հարցն է։ Երբ որ մինչև հեղափոխությունը մենք ակցիաներ ենք կամ նույնիսկ փոքրականակ, այդ լոզունգը, թե ինչ պետքա լինի, իրար մեջ, միջած ոչ միայն քաղաքական ուժի հետ նկատի ունեմ, այլ այն ժամանակվա քաղաքտիվը եւ այլն, այդ պաստառները մեր համար այնքան մեծ կարեւորություն էին ներկայացնում, դրանց սարքելը, որովհետև այն ժամանակ շատ բան էր, էլի կարող է գնայինք ստիպված ինչ-որ մեկի արվեստանոցում, բան, որպեսզի մեր հետևից չգան, այդ պաստառների ճակատագիրը վատ չորոշվի, այդ իրանց 36 թիվը, էլի, որովհետև 37-ը հիմա է աստ իրանց 36 թվին, էլի, այդ պաստառները, բան, որ հնարավոր չէր վրեն երկու հատ տուտու գրել, ու դա կբերել, բացել նույնիսկ այդ ժամանակ չնկատել, որովհետև ասում եմ մենք այդ լոզունգները, որ անում ենք, մենք սենց բան էինք, էլի փնտրում էինք,
Փնտրում ենք, որ մենք լավ արտահայտենք մեր միտքը, թե չէ, դե պարզ է, հա, Հայաստանում չկա քաղբանտարկյալ, բայց իրանք պնդում են, որ կա, ինչ պետք է գրել, պիտի գրել ազատություն, ինչա պետք, փողը տվեք, թող դրանք տեքստը գրեն, տպեն, կբերեն, կբացենք, սկի պետք էլ չի այնտեղ ինչա գրած, որովհետև ահագին երկար ժամանակ այդ պաստառը տենց գնաց, մինչև երբ որ նկատեցին Քրիստինե Վարդանյանը եկավ փակեց այդ բանը սեփական մարմնով, հա սխալ է։ Իմ անհանգստությունը նրանում է։ Դա անգրագիտության ես ինչ-որ մեկի կարա եւ վրիպակ լինի, բայց կարա եւ չգիտեմ ինչի, որտեվ ես չեմ գրողը որ ասեմ, բայց ես ուրիշ օրինակ եմ բերում։ Ես օրինակը բերում եմ այն, որ դու պատրաստում ես կարևոր մի հատ ակցիայի, հա, որ պետք է լինի քո բումը, որ ասում եմ այդքան ռեսուրս ես դրել, դա շատ կարևոր է։ Դա շատ միայն դա չեմ տեսնում, բայց դա առանցքային նշանակություն ունեցող է, առանցքային։ Արդյոք մարդիկ իրանց լոզունգը կարևորում են, թե պրոստը բան են ասում, որը պոպուլյար կլինի, պոպուլիստական կլինի եւ կօգտագործվի տարատեսակ նպատակներով։ Արդյոք ինձ մխիթարել պետք չի, իրանց է պետք մխիթարել։ Ես ինձ իշխանությանը մխիթարել պետք չի, ինչի համար մխիթարել։ Մենք ինչով ենք բան եղած, հետո Չէ, ընտրություններին լավ կպատրաստվեն, թե լավ չեն պատրաստվի, մեզ չի հետաքրքրում, որովհետև մեզ հետաքրքրում է, թե մենք ոնց կպատրաստվենք, որովհետև ի տարբերություն ընդդիմությանը, որ այս վերջերս վերածվել է մինուսով արձագանքող, այսինքն իրանց տեքստերը, իրանց գործողությունները, դա ՔՊ-ի օրակարգն է, դիմացը դրած մինուս, այն որ մոդուլ հանեն, կարող է նույնը ստացվի, վերցնել ՔՊ-ի տեքստը, պլաստինկի պես թարս պտտել, մոտավորապես էլի, սա վերացակ բանով եմ ասում, ալեգորիկ համեմատական Մարդիկ այնքան օրակարգ չունեն, չգիտեմ, այսօրվա հայտարարությունը եւ այլն իշխանապահությունից հետո էլ հա հնարավոր իշխանապահությունից չէ ես խոսում եմ որ հաջորդ ըստ իրենց իշխանապահությունը տեղի ունենալու 2026-ին եւ ՔՊ-ի համար պաշտոններ են առանձնացրել մասնավորապես ասֆալտ փռել եւ ասֆալտին այդ դրան ես շատ կուզեի անդրադառնալ որովհետեւ տեսեք ինչ են ուրեմն մարդիկ ինչ են բերում առաջի պլան իրանք հա ասում են գալու են գործարան սարքենք բոլորս Պարզա, որ պետությունը չի գործարան սարքող եւ պետության գործառույթը չի գործարան։ Ահա, ես էդի կրկնել ու ասել եմ, բայց գալ հայտարարել, որ մենք գործարաններ ենք բացելու, այդ տեսեք, որովհետեւ կարողանում ենք բացել, օրինակ 15 տարում մի հատ կրկես եւ այլն։ Գալ հիմնավորել, որ տեսեք, մենք գործարաններ ենք բացել, սա խոսում եմ մի բանի մասին, որ իրենք գալու են իրանց համար բիզնես բացեն։ Եվ այդ Համահարական վերաբերմունքը կարևորագույն բաներին, որովհետև շատ լավ հասկանում են, որ ճանապարհները դրանք պարզապես ճանապարհներ չեն, դրանք ենթակառուցվածքներ են, որոնք ուղիղ նշանակություն ունեն տնտեսության համար եւ տնտեսությունն էլ ուղիղ նշանակություն ունի բանին, հա, մարդկանց բարեկեցությանը եւ ձեռ առնել ճանապարհները, որոնք կներեք, բայց մինչեւ հեղափոխությունը անանցանելի ու ոտքով նույնիսկ գնալու բաներ չէին, ստիպված ենք օֆրոուդ կոշիկներ ճարել ու որոշ տեղեր գնալու համար ու հետո ձեռ առնել ճանապարհներ, թող մյուս բանն էլ դպրոցներն էլ ձեռ առնեն, պարտեզներն էլ ձեռ առնեն, տենց բաները ձեռ առնեն, պետությունն անում է, ինչ որ իրական գործառույթներն է, մենք չենք ասում, մենք ձեր համար գործարան ենք սարքելու, դուք էլ մի 100 հոգի կգաք կաշխատեք, տեսեք ինչ ուժեղ ենք մենք, էլի։ Ես եմ շնորհակալ։